Ողջույն բոլորին, եթերում ուր գնալ զբոսաշրջային նախագիծն է, եւ այս անգամ մենք եկել ենք Տավուշի մարզ, Հայաստանի ամենականաչ, ամենաառեղծվածային եւ զբոսաշրջային ամենաարագ զարգացող անկյուններից մեկը։ Վերջին տարիներին Տավուշում բացվում են նոր հանգստյան գոտիներ, ռեստորաններ ու էկոպարկեր, ու օր-օրի ավելանում են այն վայրերը, որոնք արժե բացահայտել թե զբոսաշրջիկների համար ու թե տեղացիների համար։ Այսօր մենք առանձնացրել ենք այդ ուղղություններից մի քանիսը, յուրաքանչյուրը յուրովի, տպավորիչ ու հյուրընկալ։ Ուրեմն, եթե դեռ չգիտեք, թե ուր գնալ առաջիկա հանգստյան օրերին, միացեք մեզ, քանի որ այս թողարկումը կբացի ձեր ճանապարհը դեպի Տավուշի նոր ու հիասքանչ աշխարհ։ Հիմա մեր ուղին տանում է դեպի դիմաց լեռ, Տավուշի մարզի մի բարձունք, որը խոստանում է եւ արկած, եւ լռություն, եւ աննկարագրելի տեսարաններ, իսկ տուրը մեզ համար կազմակերպել է Դիլիջան Horse Riding-ը։ Երբ աչքիդ առաջ բացվում է ահա այսպիսի տեսարան, այլևս չի առաջանում հարցը, թե ուր գնալ։ Դիմաց լեռն իր բարձրությամբ կանչում է խոսել ինքդ քեզ հետ։ Դիմաց լեռը իր 2600 մետր բարձրությամբ ահա այսպիսի հրաշալի տեսարաններ է բացում դեպի ողջ Տավուշ։ Իսկ եթե բախտներդ բերի, ճանապարհին կարող եք հանդիպել նաև ձիերի երամակին։ Իսկ մեզ ասացին, որ վերևում նաև կա բազեների բույն, բայց դա մեզ չի վախեցնում։ Ուրիշ զգացողություն է, երբ վերևից նայում ես հայրենիքիդ։ Այստեղից ոչ սահման ես տեսնում, ոչ քարտեզ ես տեսնում։ Այստեղից տեսնում ես սիրտդ։ Ու մեր սարերն այնքան պարզ են, այնքան ազատ են, որ թվում է, թե իրենք ավելի լավ են հասկանում, թե ինչ է նշանակում լինել հայ։ Վերևից տեսնելով այս պատկերը հասկանում ես, թե ինչքան փոքր են մեր խնդիրները։ Այստեղ կա մաքուր օդ, լռություն ու ամենակարևորը խաղաղություն։ Իմ տունը հենց այսպիսինն է, կանաչ, խոնավ, ժայռոտ, բայց հպարտ։ Մարդ գոնե մի անգամ պետք է լեռ բարձրանա, որպեսզի հասկանա, թե հայրենիքը միայն անցյալ չէ, հայրենիքը ներկա է, ու հենց այս պահին, հենց այս բարձրությունից հասկանում ես, որ դու ես քո երկրի պահապանը։ Արդեն 15-20 րոպե ինչ մենք դիմաց լեռան բարձունքում ենք, ու եղանակը միանգամից փոխվեց, այլևս ոչինչ չի երևում։ Բայց ամեն դեպքում դիմաց լեռը ցույց տվեց մեզ իր մեծությունն առանց աղմուկի։ Ու եթե ուզում եք կտրվել քաղաքից ու վերականգնել ձեր ներսի լռությունը, ապա արդեն գիտեք, թե ուր գնալ։ Իսկ Դիլիջան Horse Riding-ին ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել, որ մեզ համար կազմակերպեց այս տուրը։ Մենք այժմ գտնվում ենք Դիլիջանի տարածքում, Գորժ գյուղում, Տավուշի կանաչ լեռների ու անտառների միջև։ Սա հենց այն վայրն է, որտեղ ամեն ինչ մնում է անցյալում՝ մարդիկ, պրոբլեմները, քաղաքի եռուզեռը, աղմուկը։ Մի խոսքով, պատրաստ եք հանգստանալ բնության հետ։ Եթե հա, ուրեմն քիչ անց կիմանաք, թե մենք որտեղ ենք։
Գարնանը Դիլիջանը այսպիսինն է. առավոտյան զով, ցերեկը արևոտ, թեթև քամու ներկայությամբ, իսկ երեկոները երազային են։ Իսկ Դիլիվիտա Rest House-ում այդ ամենը կա։ Խաղաղության փաթեթով։ Ահա եւ Դիլիվիտա Rest House-ի իմ տունը։ Ասեմ, որ այստեղ մեկ անգամ լինելուց հետո վստահեցնում եմ ձեզ, որ միշտ կուզենաք վերադառնալ։ Ոչ մի ավել ճոխություն, շքեղությունը հենց հարմարավետության ու պարզության մեջ է։ Դիլիվիտայում գերիշխում է բնությունը եւ միմիայն բնությունը։ Պատկերացրեք, որ առավոտը բացվում է թռչունների ձայնով, պատուհաններից ահա այսպիսի ֆանտաստիկ տեսարան է բացվում եւ ոչ միտեղ չեք շտապում։ Այստեղ ժամանակը կանգ է առել։ Շատ վայրերում ենք միասին եղել, բայց անկեղծանամ, որ Դիլիվիտան Դիլիջանի բացահայտումներից էր ինձ համար։ Կարելի ասել Տավուշի գանձերից մեկն է։ Դիլիվիտայի ռեստորանում ուտեստները միշտ պատրաստված են սիրով, թարմ, համեղ ու պարզ։ Այս ուտեստները պետք չէ միանգամից ուտել, այլ պետք է մի լավ վայելել, այնպես որ անջատենք տեսախցիկը, ինձ բարի ախորժակ, իսկ դուք մնացեք մեր եթերում։ Կան չէ վայրեր, որտեղ պատահաբար չեք հայտնվում, դրանք ձեզ կանչում են, իսկ Դիլիվիտան Տավուշի կանաչ կանչն է։ Իսկ երեկոյան Դիլիվիտայում խարույկի շուրջ կազմակերպվում են թեյի, կոնյակի եւ գինու հյուրասիրություններ, այնպես որ Դիլիվիտայում ամեն պահը, ամեն հիշողությունը կարող եք հավերժացնել։ Իսկ ահա այս տնակը յուրահատուկ է նրանով, որ ընդունում է մինչև 8 անց, իսկ ընդհանուր Դիլիվիտա Rest House հանգստյան գոտին ընդունում եք մինչև 28 անց։ Դա նշանակում է, որ կարող եք ողջ ընտանիքով գալ ու հանգստանալ բնության մեջ։ Ուղղակի հիշեք այս դրախտավայրի անունը՝ հանգստյան գոտի Դիլիվիտա Rest House։ Հիմա ձեզ կներկայացնենք մի վայր, որտեղ հանգիստն ու շքեղությունը հանդիպում են ահա այս բնության ներդաշնակության հետ։ Ապագա ռեզորտ, ահա այսպիսի իր լեռնային տեսարաններով, հարմարավետ սենյակներով եւ քոթեջներով։ Ձիավարությունը զարգացնում է ուշադրությունը, համբերությունը, ինքնավստահությունը, լավ է ազդում նյարդերի վրա։ Իսկ հիմա պատկերացրեք, որ գալիս եք ապագա ռեզորտ, ձիավարում եք, իսկ երեխաները հրճվում ու ուրախանում։
Ինչպես տեսակ, զիավարության դասերս լավ էի սերտել, իսկ ձեզ մնում է միայն ուղին բռնել դեպի Ենոքավան, դեպի ապագա ռեզորտ։ Հայկական գորգերի միակ թանգարանը գտնվում էր Շուշի քաղաքում։ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ Շուշիի ինքնելուց օրեր առաջ հաջողվում է գորգերի որոշ նմուշներ տարհանել դեպի Հայաստան, բայց ոչ ամբողջությամբ։ Իսկ տարանումը կազմակերպել է Շուշիի գորգերի թանգարանի տնօրեն արցախցի Վարդան Աստծատրյանը։ Այս ամենը, ինչ որ դուք տեսնում եք, մեր պատմական ժառանգությունն է, արժեք, որ պետք է գնահատել։ Եվս մեկ կարևոր առիթ, պատճառ, ապագա ռեզորտ գալու համար։ Սա պետք է տեսնել, որ մեզ հաջողվել է պահպանել արցախյան մշակույթը, իսկ մեզ մնում է միայն ներկայացնել այն աշխարհին։ Ապագա ռեզորտում հանգիստն ունի իր բոլոր երանգները, սկսած լիարժեք հանգստից, բնության հետ միաձուլումից, մինչև ադրենալինով լցված արկածներ, քանի որ հենց ապագա ռեզորտի տարածքում է գտնվում Yell Extreme Park-ը։ Իսկ այժմ մենք եկել ենք խելահեղ էմոցիաների ու արկածների հետևից։ Մենք Ենոքավանում ենք Yell Extreme Park-ում, վայր, որտեղ էքստրիմը չի վախեցնում, այլ ձգում է։ Ոմանք սիրում են հանգստանալ լռության մեջ, իսկ ես էքստրիմի ու թռիչքի զիպլայնի սիրահար դարձա այս հաղորդման շրջանակներում ու շատ էի կարոտել այս խելագար էմոցիաներին։ Ու հիմա օդի մեջ ճախրելու եմ ինչպես թռչում։ Ասեմ, որ Yell Park-ը ամենամեծ ժամանցի զվարճանքի այգին է Հայաստանում, բայց ես եկա ու միանգամից որոշեցի, որ պետք է օգտվեմ զիպլայնից, այնպես որ դուք էլ եկեք ու էքստրիմի ադրենալինի ձեր չափաբաժինը բավարարեք ու եթե վախ էլ ունեք, կոտրեք ձեր վախերը, վստահեցնում եմ, իմ օրինակով եմ ասում, երբ առաջին անգամ թռա զիպլայնով, վախենում էի, իսկ հիմա դա դարձել է հաճույք։ 268 մետր երկարություն, 160 մետր բարձրություն ու մի քանի վայրկյան հետո օդի մեջ կմնանք մենակ ես, սիրտս ու քամին։ Աշխարհում ամեն ինչից սիրուն բանը դա թռիչքն է։ Եթերում ուր գնալն է, շարունակեք մնալ մեր եթերում։ Դե ինչ, տեսակ մեր էքստրիմը, մեր հաղորդման ադրենալինը, այս ամենը ապահովեց Yell Park-ը, Yell Extreme Park-ը։ Ու ասեմ, որ զիպլայնի գծերը ուղղությունները 5-ն են ու ամենաերկարը 750 մետր։ Զիպլայնով թռչեցինք, բայց հիմա ձեր ուշադրությանն եմ ուզում ներկայացնել զիպլայնի մի տեսակ, որի անունը ռոլեր է և գտնվում է Yell Extreme Park-ում ու միակն է Հայաստանում։ Ուր գնալ, դե իհարկե Yell Park, արկածների ու խելահեղ էմոցիաների հետևից։
Չեմ հավատում, որ այսպիսի վայր իսկապես գոյություն ունի։ Կարծես կորում ես երկնքում, բառիս ուղիղ իմաստով, Lost in Sky։ Իսկական հեքիաթի տուն։ Եվ եթե մտածում եք, որ այստեղ գալիս եք միայն հանգստանալու, սխալվում եք։ Այստեղ գալիս եք հիշողություններ ստեղծելու համար, սիրահարվելու համար եւ միգուցե նույնիսկ առաջարկ անելու համար։ Ֆանտաստիկ է, չէ՞։ Պետք է գալ Ենոքավան, Lost in Sky հյուրանոց ու ապրել այս զգացմունքները։ Եթե երբևէ ասել եմ, որ ռոմանտիկ վայրում եմ եղել, ուրեմն չգիտեի Lost in Sky հյուրանոցի մասին։ Այս վայրը պարզապես ստեղծված է սիրո համար։ Վստահաբար կարող եմ ասեմ, որ այն ինչ տեսա ու զգացի Lost in Sky-ում դեռ երկար կմնա իմ հուշերում ու չդիմանալով գայթակղությանը որոշել եմ գիշերն անցկացնել այստեղ։ Ձեռք մեկնած դեպի երկինք։ Այնպիսի զգացողություն է, կարծես այստեղ գալով ինքներդ եք ձգվում դեպի վերև, դեպի երազանքները, ու իսկապես հեքիաթային աշխարհում եմ արթնացել։ Չեմ կարողանում կտրվել Lost in Sky-ի այս տեսարանից, բայց ստիպված եմ գնամ հավաքեմ իրերս, որպեսզի շարունակենք մեր բացահայտումները։ Ձիավարությունը ոչ միայն սպորտաձև է, այն արվեստ է, հոգևոր կապ մարդու եւ բնության միջև։ Տարեստարի այն հոբբիից վերածվում է ապրելակերպի, իսկ Հայաստանում այն պատմական արմատներ ունի ու արագ տեմպերով զարգանում է։ Ու արդեն 3 տարի է ինչ Դիլիջանում, իսկ ավելի կոնկրետ Հաղարծին գյուղում գործում է Դիլիջան Horse Riding-ը։ Հենց այս դրախտավայրում 83 թվականից Դիլիջան Horse Riding-ի սեփականատեր Արծրուն Ոսկանյանը զբաղվում է ձիաբուծությամբ ու ունեն մոտ 80-ից ավել ձիեր։ Կարող եք գալ Հաղարծին գյուղ եւ ձեզ ամենագնացներով կհասցնեն այս հրաշալի վայր, որտեղ էլ կզբաղվեք ձիավարությամբ։ Հիշեք անունը՝ Դիլիջան Horse Riding։ Ամբողջ աշխարհում ձիավարությունը դիտարկվում է ոչ միայն ժամանց, այլ նաև կիրառվում է տարբեր թերապևտիկ նպատակներով, օգնելով երեխաներին եւ մեծահասակներին հաղթահարել տարբեր առողջական դժվարություններ։ Ուր գնալ, դե իհարկե Դիլիջան Horse Riding, բնության եւ մարդու միջև կապը վերահաստատելու համար։
Հագեցած օրվանից հետո ինձ սպասվում է անմոռանալի ու հրաշալի հանգիստ, որտեղ Լաստիվեր Ռեզորտում։ Լաստիվեր Ռեզորտը գտնվում է Տավուշի հենց սրտում, Ենոքավան գյուղում, ու ես արդեն պատկերացնում եմ, թե առավոտյան ինչ տեսարանի ականատես կլինեմ։ Մի կողմից կանաչ սարերը, իսկ մյուս կողմից գյուղական սիրուն կոլորիտը։ Եթե ուզում եք հանգստանալ բնության մեջ, բայց նույն ժամանակ չեք ուզում զրկվել հարմարավետությունից, ապա Լաստիվեր Ռեզորտը հենց այդ հավասարակշռությունն է։ Իսկ ես այժմ գնում եմ օգտվեմ Լաստիվեր Ռեզորտի ջրային գոտու պայմաններից ու մի լավ կտրվեմ աշխարհից։ Լաստիվեր Ռեզորտում հանգստանալու հետ մեկտեղ պետք է նաև լավ ժամանակ անցկացնել, իսկ խաղասենյակը հենց դրա համար է, որում գործում է նաև գինետուն, սեղանի թենիս, բիլիարդ, խաղեր փոքրերի ու մեծերի համար, մի խոսքով, լավ ժամանակն արդեն ապահովված է։ Առավոտը Լաստիվերում բացվում է այսպիսի թռչունների ձայնով, արևոտ, առավոտ, սքանչելի տեսարան, ու ճիշտ է, մենք շտապում ենք, բայց ոչ մի շտապողականություն չկա, լիարժեք խաղաղություն։ Օրվա ճիշտ սկզբի մեկնարկը տրված է, ջերմ, կոկիկ, նրբագեղ նախաճաշի սրա, իսկ պատշգամբում նախաճաշելը մի առանձին արարողակարգ է Լաստիվեր Ռեզորտում։ Դե ինչ, ինձ բարի ախորժակ, իսկ դուք մնացեք մեր եթերում։ Այստեղ ամեն բան կառուցված է հանգստանալու համար, լիարժեք հանգստանալու համար, սարերի մեջ, աղմուկից հեռու, քաղաքից հեռու, մի խոսքով պետք է գաք Լաստիվեր Ռեզորտ առաջիկա հանգստյան օրերին ու մի լավ հանգստանաք։ Ուր գնալ, դե իհարկե Լաստիվեր Ռեզորտ, բնության մի մասնիկը դառնալու համար։ Եթե ասեմ, որ հոգնել եմ քաղաքից ու եկել եմ Դիլիջան հանգստանալու, հաստատ կհասկանաք ինձ։ Ու եկել եմ Դիլիջանում գտնվող մի վայր, որտեղ ոչ միայն հանգիստս եմ վայելելու, այլ նաև եկել եմ անսպասելի համերի հետևից։ Ուշադիր, անունը ֆիքսեք՝ Կերուսուս ռեստորան, իսկ հասցեն Միասնիկյան 28 դրոպ 5։ Ինձ ասացին, որ Կերուսուս ռեստորանի խոհանոցը ամենահամեղն է Դիլիջանում։ Դե ես էլ որոշեցի գալ ու փորձել։ Այստեղ ձեզ սիրով կընդունեն, առաջարկելով համեղ ու հարուստ տեսականիով մենյու, որտեղ ձեզ սպասում են կովկասյան համեղագույն ուտեստները։ Ու այսպես որ նայում եմ, այստեղ ամեն ինչ պատրաստված է սիրով ու ջերմությամբ։ Ահա եւ Կերուսուս ռեստորանի իմ ճոխ ու համեղագույն սեղանը։ Սա Կերուսուս ֆիրմային աղցանն է, դե իհարկե
վրացական խինկալին ու Կերուսուս ֆիրմային տաք ուտեստը, տավարի մսով, բուլղարական պղպեղով ու իրեն հատուկ սոուսով։ Դե ինչ, ինձ բարի ախորժակ, ուտեմ ու սուս մնամ։ Ինչից սկսեմ չգիտեմ, երևի տաք ուտեստից։ Պետք է ուղղակի գալ Կերուսուս ռեստորան, որպեսզի զգաք այն ամենը, ինչ ես զգում եմ հիմա։ Ֆանտաստիկ է ուղղակի։ Անկեղծանամ ձեզ հետ, չդիմացա գայթակղությանը ու ամեն ինչից փորձեցի ու մի բան կարող եմ վստահ ասել, որ այս համերը դեռ երկար կմնան ինձ հետ։ Կերուսուսը միայն ռեստորան չէ, այլ բառացիորեն մթնոլորտ է, լի հյուրասիրությամբ, ջերմությամբ ու հանգստությամբ։ Դե ինչ, եթե ուզում եք ձեր հանգիստը դարձնել իրապես համեղ, ապա հասցեն արդեն գիտեք, ուղին բռնեք դեպի Դիլիջան, կերեք ու սուս մնացեք, ստանալով հաճույք ամեն կումից ու պատառից։ Շնորհակալություն, որ այս ճանապարհը մեզ հետ անցաք։ Հայաստանը լի է անկրկնելի վայրերով ու մենք շարունակում ենք բացահայտել նրա ամենաթաքուն գեղեցկությունները։ Միշտ հիշեք, երբեմն պետք է ուղղակի կանգ առնել, լիաթոք շնչել ու նորովի տեսնել այն, ինչ մեր կողքին է։ Մենք ձեզ ցույց տվեցինք, թե ուր գնալ։ Ընտրությունն արդեն ձերն է։ Հաջողություն, մինչ նոր հանդիպում։